Հայաստանի ու Ֆրանսիայի կարոտի խաչմերուկում հայկական ստեղծագործ միտքն ու ֆրանսիական արիստոկրատիան իր մեջ կրող Վալենտինա Հակոբյան։ Երիտասարդ գործարար, ով անցել է կայացման բարդ, բայց և կարևոր ճանապարհ։ Ավարտելով տնտեսագիտական համալսարանը, Վալենտինա Հակոբյանը կրթությունը շարունակել է Սորբոնում, դառնալով Սորբոնի հանրահռչակ համալսարանի պատվավոր շրջանավարտ։ Կամքի, համառության և երազանքին կյանք տալու հաստատակամության շնորհիվ Ֆրանսիայում նա քայլ առ քայլ ստեղծում է իր բիզնեսը, հիմնում դեղատների ցանց։ Լյուքսեմբուրգում գրանցված Վալենտինա Հակոբյանի հոլդինգը ներառում է 6 ընկերություն, լաբորատորիա, բիոլորան մաքրող միջոցների արտադրություն, շինարարական աշխատանքների իրականացում, հողատարածքների վարձակալություն, լուլիոր ապրանքանիշի լյուքս ապրանքների արտադրություն և իհարկե դեղատների ցանցը ամբողջ Ֆրանսիայում։ Իհարկե այս ամենից բացի, միջազգային կառույցներում, եվրոպական դիվանագիտական շփումներում անուրանալի է հայաստանասեր հայուհու գործունեությունը, որը արվում է լուռ, փակ և դիվանագիտորեն։ Նույն ձևաչափով են արվել Հայաստանում անթիվ անհամար բարեգործական ծրագրերը։ Հայրենիքից հեռու լինելով, Վալենտինա Հակոբյանը մշտապես հայրենիքի կողքին է։ Յուրաքանչյուր շանս նա օգտագործում է բավականին լուրջ և կայուն բիզնես միջավայր ստեղծելու հայրենիքում, կամուրջ հանդիսանալով նաև միջազգային գործընկերների համար։ Վալենտինա Հակոբյան, ֆրանսիահայ գործարար, ում միտքն ու հոգին ապրում են հայրենիքի կանչով ու կարոտով։ Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայի առաքելությունը միջազգային ասպարեզում իր հետքը թողնելն է։ Ինտերնացիոնալ հայուհի անվանակարգում կոչումը կին ոսկե կոդ 2024 մրցանակ է շնորհվում գործարար, հասարակական քաղաքական գործիչ, միջազգային ասպարեզում Հայաստանի պատվո ներկայացուցիչ Վալենտինա Հակոբյանին։